սիրով ցանկանում եմ ձեզ ներկայացնել իմ հյուրին Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ, դոցենտ Աշոտ Համբարձումյանին։ Ես այն երջանիկներից եմ, որ բախտ եմ ունեցել Երևանին պարգևել տոներ շուրջ 40 տարի։ Երևանի պատմությունը, երբ որ ավտոբուսի մեջ պատմում էին, ամբողջը խոսվում էր 1950-ական շենքեր, այն ինչի որ կառուցվել էր սովետական միության ժամանակ, այսինքն Երևանը այնպիսին, հնագույն Երևանը, մասին ես չլսեցի պատմություն։ Երևանի հետ շատ վատ վարվեցինք։ Խոսում ենք, որ 2800 տարվա քաղաք է, բայց այսօր մենք 100 տարվա պատմություն ունեցող շենք չկա գրեթե։ Աստաֆյանը, Աբովյանը այսօրվա, որտեղով ճեղում էին մտավորականները։ Շատերը քայլում էին այդտեղ, որպեսզի տեսնեն այդ ժամանակաշրջանի լավ մտավորական դեմք էին։ Այսօր դա չկա։ Տեսեք, ինչպիսի հատկություններ կար, որ Երևանցուն մենք ճանաչում ենք, հյուրասեր, չէ, կամեցող։ Եթե խոսեինք բակերի մասին, յուրաքանչյուր բակ կամ շենք մի ընտանիք էր։ Ոչ թե ժամանակին սպասենք, այլ ամեն մեկս ինչ կարող ենք անել, որպես հայազգ, մեր դիցաբանությունը ցույց տանք։ Շատ շքեղ ձևով հենց նույն Վարդավառը նշվում է Երևանում եւ շատ ուրախություն, դա շատ կարեւոր բան է տոներ կայացնելը քաղաքի համար։ Երևանցու որոշակի դեմք պետք է ձևավորել, որի շուրջը նաեւ պետք է կայանան մյուս երևանցիները։ Հավաք սերնդի խնդիրը պետք է լինի իրենք հեսա փորձով կիսվել, հա։ Իսկ այդ սովորելու առումով իհարկե նոր սերունդը լրիվ ուրիշ նորույթներ է եւ իրոք ահագին մեծ բան կա սովորելու փոքրերից։ Ապագա ունի այն պետությունը, որտեղ ամեն ինչ արվում է երիտասարդների զարգացման եւ երեխաների դաստիարակության համար։ Ես միայն կողմ եմ, որպեսզի այս նորի հետ նաեւ պահպանվի նաեւ այն հինը։ Խանութ մտնելուց բարևել, ավտոբուս բարձրանալուց բարևել, լավ օր մաղթել, չէ՞, ինչքան գեղեցիկ է այդ բոլորը եւ բոլորին բերում է մի ընդհանուր դրական դաշտ, որ հաճելի է։ Այն հայերը, ովքեր որ այլ երկրներում ամաչում են իրենց ասել, որ հայ են, վատ արարքներն են անում, դա խոսում է նրա մասին, որ նրանք ինֆորմացված չեն, իրանք ով են։ Նրանք կրթված չեն որպես հայ։ Եթե կրթված լինեն, այդպիսի բաներ չեր լինի։ Բարի գալուս տրանսֆորմացիայի գրադարան։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր դիտում են մեզ եւ իրենց հարցերը հղում, նաեւ իհարկե տարբեր կոմենտներ են լինում, որոնց ես սիրով եմ պատասխանում։ Իհարկե կարող է գրել այն ամենը, ինչը ձեզ հուզում է, ինչը ձեզ հետաքրքրում է, այստեղ չկա ճիշտ ու սխալ, կա ամենակարևորը, որ մենք ինքներս փոխանցում ենք իրար մեր կարծիքները եւ մեր ցանկությունները։ Շնորհակալություն եմ հայտնում ձեզ բոլորին, ովքեր որ դիտում են եւ իհարկե հանդիսանում փոխանցող եւ կիսվում այն մարդկանց հետ, ովքեր նույնպես կարիք ունեն այն մտքերի, այն ցանկությունների, որոնք որ մենք փոխանցում ենք ձեզ։ Նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր գլխավոր գործընկերոջ Մոմելիին։ Մոմելինը ստեղծում է յուրահատուկ մոմեր եւ արոմապրոդուկտներ, որոնք լցնում են տարածքը ջերմությամբ, հարմարավետությամբ, առանձնահատուկ տրամադրությամբ։ Մոմելինի ամբողջ արտադրանքը պատրաստված են էկոլոգիապես մաքուր եւ անվտանգ հումքից, հաճույքի եւ վայր պարգևելու համար։ Մոմելինի հարմարավետ եւ ոգեշնչող ստուդիայում անցկացվում են մոմերի պատրաստման վարպետաց դասեր, անհատական ծննդյան միջոցառումների, կորպորատիվ հանդիպումների եւ թիմային միջոցառումների համար։ Իսկ եթե սիրում եք առանձնանալ, ապա Մոմելինի հետ միասին կարող եք ստեղծել ձեր բրենդային մոմերը։ Իսկ հիմա սիրով ցանկանում եմ ձեզ ներկայացնել իմ հյուրին Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ, դոցենտ Աշոտ Համբարձումյանին։ Բարև ձեզ, պարոն Համբարձումյան։ Պարոն Աշոտ, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Եկեք այսօրվա մեր զրույցը սկսենք մեր Երևանի մասին եւ խոսենք երևանցու նրա դերի մասին Երևանի քաղաքի զարգացման եւ ինչու՞ չէ նաեւ հայ ազգի զարգացման եւ Հայաստանին ավելի տեսանելի դարձնելու մասին։ Մի շատ սիրելի թեմա է Երևանը, որ չգիտեմ, այդպիսի հայք չկա, որ Երևանը չսիրի։ Ես այն երջանիկներից եմ, որ բախտ եմ ունեցել Երևանին պարգևել տոներ շուրջ 40 տարի ես իմ ձևավորումներով ձևավորել եմ քաղաքի բոլոր տոները, Երևանի Երևաններ, համահայկական խաղեր,
Եվ պետք է ասեմ, որ Երևանը շատ թանկ է ինձ համար։ Գիտեք, այսօր շատ զարգացման process է Երևանի համար, բայց ուզում եմ կրկնեմ ճանաչված երգի բառերը, որ Երևանը ոչ թե շենք ու փողոց է, այլ Երևանը մենք ենք, իրոք։ Շատ կարևոր է երևանցին։ Երբ որ ուսումնասիրում ես Երևանի պատմությունը, որոշակի առհասարակ յուրաքանչյուր քաղաք նախապես ստեղծում է ավանդույթներ, որի շրջանակներում նաև ձևավորվում է տվյալ քաղաքացին, տվյալ դեպքում երևանցին։ Տեսեք, դարասկզբին Երևանը ուներ իր հերոսները։ Միլիցիոներ Արշոն, Կարաբալան, հետո կային հերոսներ, որոնք իրենց անուններ ունեն։ Յուրաքանչյուր քաղաք այդպես ունի, այդպիսի հերոսներ ունեն նաև ուներ Գյումրին, չէ, իրեն Պոլոս Մուկուչը, Ցիտրոնը, Ֆայտոն Ալեքը։ Դրանք կոլորիտ են ստեղծում քաղաքի համար եւ դառնում են քաղաքի տվյալ ժամանակաշրջանի, տվյալ ժամանակվա հերոսները։ Իր զարգացման մեջ այսօր մենք տեսնում ենք, որ այդպիսի բաներ գրեթե չկա։ Բացի դրանից Երևանի հետ մենք շատ վատ վարվեցինք։ Խոսում ենք, որ 2800 տարվա քաղաք է, բայց այսօր մենք 100 տարվա պատմություն ունեցող շենք չկա գրեթե։ Այո։ Բոլորը քանդվեց։ Ճիշտ է, ժամանակին բավականին մեծ պայքար ծավալեցինք, որպեսզի այն հին շենքերը չքանդվեն, հին բաները, բայց դե չգիտես ինչու դրանք արվեց պետականորեն եւ այսօր քաղաքը եթե չլիներ Թամանյանական նախագծերն ու իրականացրած այդ հրաշք ճարտարապետությունը, չեմ պատկերացնում Երևանը ինչի կնմանվեր։ Իր ճարտարապետական դեմքով քաղաքը Երևանը աշխարհի լավագույն քաղաքներից է, ես տենց եմ կարծում, եւ իր սիմետրիկ, հավասար, գեղեցիկ։ Հրաշալի է մտածած Թամանյանի կողմից, դա օպերայի շենքը դա մի հատ էներգետիկ մեծ կենտրոն է։ Բայց մեր օպերայի շենքը։ Հա, իրոք զուգահեռում ասել այդ։ Ասեմ ձեզ, որ Երևանցին Երևանի պատմության մեջ մեծ դեր է կատարել։ Տեսեք, մենք կարծում ենք եւ ժամանակին կար փողոց հենց Աստաֆյանը, Աբովյանը այսօրվա, որտեղով ճեղում էին մտավորականները։ Շատերը քայլում էին այդտեղ, որպեսզի տեսնեն այդ ժամանակաշրջանի լավ մտավորական դեմքերին։ Այսօր դա չկա։ Յուրաքանչյուր քաղաքում պատմության հետ ձևավորվում են տարբեր ավանդույթներ։ Բայց ես օրինակ վերջերս մեր ինչպես տարբեր երկրներ երբ որ գնում եմ, սիրում եմ իրենց երկրի քաղաքի ավտոբուսերը նստել եւ լսել պատմությունը։ Ես ինքս նույնպես ուշադրություն դարձրեցի, զուգահեռ եմ տանում ձեր ասացի հետ, որ Երևանի պատմությունը, երբ որ ավտոբուսի մեջ պատմում էին, ամբողջը խոսվում էր 1950-ական շենքեր, այն ինչը որ կառուցվել էր սովետական միության ժամանակ, այսինքն Երևանը այնպիսին, հնագույն Երևանը մասին ես չլսեցի պատմություն, որը որ ինձ մտածելու տեղ տվեց։ Տեսեք, շատ երկրներում, կոնկրետ ասենք Անգլիայում, Լոնդոնը մինչև այսօր պահպանեց իր ավանդույթը եւ այնտեղ տաքսիները, հեռախոսի արկղերը, որ խոսում են, ավտոբուսները երկհարկանի, դրանք ավանդաբար իրենք պահեցին մինչև այսօր։ Այսօր շատ կարևոր է անցյալին նորովի վերադառնալ, այդպես բան արեցին նաեւ վրացիները։ Թբիլիսիում միազգագրական թաղամաս վերականգնեցին, որտեղ արգելվեց մեքենաների շարժը, այն հին ոճով պատրաստեցին ամբողջ վերականգնեցին շենքերը, անգամ բնակիչներին բաժանեցին հագուստներ, որ պատշգամբ դուրս գալուց կանայք եւ տղամարդիկ ունեին խալաթներ եւ գլխարկներ, որ անպայման այդ հագուստով դուրս գան։ Դա ինչ է ասում, որ որոշակի հնությունը պահպանելով, այդ կոլորիտը պահպանելով, փորձում են քաղաքի ունեցած ավանդույթները պահպանեն։ Օրինակ, տեսեք, ժամանակին խոսում է Երևան ջուր ծախող պատանու մասին, այդպիսի արձաներ կար քաղաքում, տեսեք, դրանք կոլորիտներ, դրանք բաներ են, չէ, որ պահպանելը
տալիս է լրիվ ուրիշ մոտեցում է տալիս Երևանին։ Ժամանակին ես առաջարկով հանդես եկա, որպեսզի Երևանի խանութների աշխատողների համար արվեր, դա Կարեն Սերոպիչ Դեմիրճյանի ժամանակ էր, հա, ես էսքիզներ ներկայացրեցի, որտեղ քաղաքի տարբեր խանութները, գրախանութներ, հացի խանութներ կամ մթերային խանութների աշխատողների համար հագուստ էր։ Ցավոք դրանցից միայն իրականացվեց կոնյակի խանութի համար պրոսպեկտի։ Բայց եւ նաեւ առաջարկեցի, որ քաղաքում աշխատող տաքսու վարորդները ունենան նույնպես ունի հագուստ, հա, որ հենց առաջի պահից հյուրերին կասեր այն մասին, որ այս քաղաքը որոշակի սկզբունք, որոշակի ավանդույթ ունի իր մեջ։ Որոշակի ավանդույթներ ձևավորվում են նաև քաղաքի զարգացման հետ միասին, բայց նաև կան ավանդույթներ, որ հինը փոխարինվում է նորով։ Տեսեք, եթե նայենք Երևանի զարգացումը շատ ասիմետրիկ է գնացել։ Մի բան հիշեցի, դուք տարիներ առաջ հեթանոսական, ազգային, ազգագրական հագուստներ եք, չէ՞, կարել։ Տեսեք, այսօր մենք դարաշրջաններ կա, որոնց մասին ոչ մի շատ քիչ բան է պահպանված։ Անկամ այդ քիչը դարձնել ակտիվ շատ կարևոր բան է, որովհետև այնպիսի հզոր պատմություն, ինչպիսին է հայոց պատմությունը, իրեն դարաշրջաններով, իրեն ամեն ինչով, իրեն ավանդույթներով եւ չգիտես ինչի գալիս են դարաշրջաններ, որ այն հինը ավերվում է եւ այդ հինի փոխարեն նորն է սարքում առանց նաեւ հաշվի առնելու որ նայել է մեր պատմությունը։ Տեսեք նույնը քաղաքի հետ վարվեց։ Այսօր բարձրահարկերը խեղդել են թամանյանական ճարտարապետությունը։ Գոնե իմ կարծիքով պետք է հրապարակի շուրջը հնարավորություն չտային, որպեսզի բարձրահարկեր բարձրանային։ Երևանցին տեսեք ինչպիսի հատկություններ կար, որ Երևանցում մենք ճանաչում ենք հյուրասեր, չէ, կամեցող։ Եթե խոսեինք բակերի մասին, յուրաքանչյուր բակ կամ շենք մի ընտանիք էր, իրեր ուրախությանը, տխրությանը հասնելու։ Այսօր գրեթե այդ բաները գոյություն չունի, որպես Երևանցու բնորոշ վիճակ, որովհետև անգամ կարող է դիմացի տան ապրողին դու չճանաչես եւ տարիներ այդպես ապրես։ Դու դա ձևավորում է ժամանակաշրջանի հետ, որովհետև շատ կարևոր է, եթե քաղաքը իր ավանդույթը ունի եւ իր տեսակը ունի, դա պահելը։ Օրինակ տեսեք, Մյունխենում կա մի հսկայական գարեջրի սրահ, որը դեռևս գոյություն է ունեցել Հիտլերի ժամանակաշրջանից։ Մի անգամից 3000 հոգի այնտեղ գարեջուր են խմում, բայց միայն գարեջուր, ուրիշ ոչինչ չկա ուտեղ։ Եվ յուրաքանչյուր գերմանացի ծնող իրեն զավակին փող է տալիս, ասում անպայման դու կայցելես այդտեղ եւ այդ ավանդույթը պահում են իրենք։ Մինչեւ հիմա էլ պահում են եւ իրանք ասում են Oktoberfest, մենք Oktoberfest-ը առանձին բան է, դա մնայուն ամենօրյա աշխատող բան է եւ ինչն է հետաքրքիր, այնտեղ որ նայում ես կա մի հատ առանձին սեղան, որտեղ տարեցներն են նստած, մեծ սեղաններ երկար, որտեղ տարեցներն են նստած եւ այնտեղ իրավունք ունեն նստելու այն երիտասարդները, պատանիները, որոնք նոր հաճախում են, որպեսզի այդ ավանդույթը իրենք փոխանցեն երիտասարդներին։ Իդեպ իրենք էլ հագնվում են հենց այդ իրենց ազգային բաներով, այո, ամեն ինչ ազգայինի վրա է արվում։ Հիմա այստեղ գիտեք ոնց գա ժամանակ երևի որ մենք էլ արդեն Այս դրա մասին էի ուզում խոսել, ոչ թե ժամանակին սպասենք, այլ ամեն մեկս ինչ կարող ենք անել, որպես երևանցի թեկուզ, նույն ինչու ես խոսեցի տարազների մասին, թեկուզ մենք նշում ենք Վարդավառի տոն, այն հեթանոսական տոնը, որը ուղղակի մնացել է ջրով, հա, ջրվելու, բայց նույն կարելի է այնպիսի գեղեցիկ տոներ Երևանով կամ մյուս քաղաքներում նույնպես կազմակերպել մեր տարազներով, մենք էլ ունենանք այդ հնարավորությունը որպես հայ ազգ, ցույց տանք
մեր դիցաբանությունը ցույց տանք, դուրս գանք, այլ ոչ թե ուղղակի ջրով, հա, ջրվենք, այլ ցույց տանք ինչ ենք, դրանով մենք ուզում ասենք աշխարհին։ Դա ոչինչ չի խանգարում դրանք առանձին էլ անելու, ասեմ ձեզ, որովհետև շատ Եվրոպայում շատ քաղաքներ կան, հենց նրանցից մեկը Հեսեն քաղաքն է, Գերմանիայում։ Իրենք ունեն հատուկ քաղաքի նվիրված տոն, որի ժամանակ քաղաքապետարանը չի անում այդ տոնը, ժողովուրդն է կայացնում։ Այսինքն տոնի օրը նշվում է, տոնի այդ ընթացքում խանութներում վաճառվում են տարբեր հերոսների, իրենց ավանդույթների, իրենց հերոսների կերպարների հագուստներ, հա։ Ժողովուրդը գնում է այդ հագուստները ու այդ տոնի օրը բոլորը հագնում են այդ կերպարների հագուստները։ Եվ ինչ է հայտարարվում։ Հայտարարվում է, նրանք գնում են գրանցվում են քաղաքապետարանում եւ իրանք իրենց տեղ ունեն, ասենք, որ ժամին որտեղից պետք է շարժվեն այդ կերպարները։ Եվ վերջում մեծ մրցանակ են տալիս այդ կերպարներից լավագույնին, ով կարողացել է այդ կերպարի մեջ մտնել անել։ Դա էլ մի կարգի տոն է։ Այսօր էլ տեսեք շատ շքեղ ձևով հենց նույն Վարդավառը նշվում է Երևանում եւ շատ ուրախություն, շատ դա շատ կարևոր բան է տոներ կայացնելը քաղաքի համար։ Այդտեղ ժողովուրդը սովորում է իրար հետ լինել, համախմբված լինել, իրար հարգել, հա, իրար հետ մտերմանալ, եւ դրանք շատ կարևոր հատկություններ են, որը Երևանցին ունեցել է, բայց ինչ որ ժամանակ դա ընդհատվել է։ Գալիս է լավ ժամանակներ եւ այսօր էլ մենք հրաշալի ժամանակներ ենք ապրում, որ շատ լավ բաներ է արվում, ասեմ ձեզ։ Ես եմ պահպանողականներից չէ, որ ասեմ, ես ինչ էր առաջ այսպես էր լավ չէ։ Ես միայն կողմ եմ, որպեսզի այս նորի հետ նաև պահպանվի նաև այն հինը։ Որպեսզի այսօր ես կարողանամ եկած հյուրին ասեմ, որ տեսեք այս շենքը այն շենքն է, որտեղ ապրել է, այսինքն այս ճանաչված մարդը։ Տեսեք, այսօր քանդեցին կրկեսը եւ նոր հրաշալի տեղում շենք կառուցվեց։ Բայց ես կարծում եմ, որ կարելի է այս հրաշալի ճարտարապետությամբ արված այս շենքը կառուցվել նաև Աբովյան քաղաքում, ինչի՞ չէ։ Ուրիշ քաղաքում։ Ինչի համար, որովհետև այս մեր կրկեսը շատ մեծ ավանդույթներ ունի եւ այդտեղ է ելույթ ունեցել համաշխարհային դեմք Հանճարեղ Ենգիբարյանը։ Ճիշտ է։ Հասկանում եք, այդպես քանդեցինք նաև առաջի տպարանը, որտեղ աշխատել է Արշիլ Գորկին։ Այսինքն ամեն ինչը արվում վերջանում է, հետո ժողովուրդը տեղեկացվում է դրա մասին։ Ես կուզեի, որ մարդը առաջի պլան լիներ, Երևանցին առաջի պլան լիներ, այն անունները, որոնք ապրել են, որոնք պատմություն են կերտել եւ որոնց շնորհիվ նաեւ այսօր Երևանը ճանաչված է եւ Երևանը եղել է եւ լինում է։ Դա շատ կարեւոր բան է այսօրվա համար։ Այսօր տեսեք, մենք շատ հանճարեղ մարդիկ ունենք մեզ մոտ, հա, ես չեմ սխալվում այդ բառը ասելուց, որոնք գրեթե չեն երևում։ Այո։ Կամ տաղանդավոր արվեստագետներ։ Միայն երբ որ դրսում ելույթներ են ունենում, հետո ենք մենք գնահատում, վերագնահատում իրենց։ Բայց իրանց կենթանության օրոք, երբ որ իրանց պետք է աջակցություն ցույց տալ, ստեղծագործելու, գիտեք, շատ բան պետք չի արվեստագետին։ Ընդհանրապես իրեն հնչեցնել իրեն ստեղծագործությունները, տպագրել կամ հնարավորություն տալ ցուցադրելու։ Բարձունքից նորքի նայում եմ, չէ՞ քաղաքը։ Տեսնում ես բոլոր տեղեր կռունկներ են կանգնած, մի sense փառավորում ես, որովհետև հարկվում է Երևանը, շինարարություն է գնում եւ Փառք Աստծո հիմա որոշակի բաներ կա, որ հաշվի է առնվում նաև քաղաքի զարգացման համար, որ չթույլատրվի շատ ավելի խտացնել քաղաքը, դա ինքն նոր խնդիրներ է բերում, որովհետև տեսեք, եթե որոշակի զարգացման պլաններ լինի, այսօր այդպիսի խճողումներ ու բաներ չեն ունենա։ Այդ բոլորը բերում է նաև որոշակի տրամադրություն, չէ, լարվածություն, այո, որը ցանկալի չի, կարծում եմ Երևանին տեսեք ինչքան լավ երգեր ունենք ծոնած եւ անընդհատ զոնվում է նոր լավ երգեր։ Իրոք Երևանը մի ուրիշ ձգողականություն ունի, որ հենց այնպես չի, որ ասում են համայն հայության մայրաքաղաք։
Որպես մեր ավակ սերունդ տեսնում եք այդ փոփոխությունը, որտեղ ինքներդ ժամանակին քայլ առ քայլ քայլել եւ ձեր ներդրումն եք ունեցել Երևանի, Հայաստանի զարգացման հարցում, ոչ միայն ներսից, այլ նաեւ դրսից։ Հայաստանի նույնպես, ինչի՞ չէ։ Գյումրվա համար եւ այլն արել եք աշխատանքներ։ Բայց ներկա պահին գալիս է ավելի երիտասարդ սերունդը ու իր առաջարկներով մի փոքր երևի չուսումնասիրելով անցյալը, ակունքները չհասկանալով, այ ինչպես է սերունդին օգնել։ Այո, շատ կարևոր հարց եք բարձրացնում։ Այստեղ երիտասարդ սերունդը մեղավոր չի, մեղավոր ավակ սերունդն է։ Հարկավոր է այդ սերը նաև դաստիարակությունն է։ Հենց կոնկրետ քո օրինակով ցույց տալու քո վերաբերմունքը քաղաքին, մարդկանց, հարևանին, ընկերոջը եւ դրանով ես կարողանում դաստիարակել երիտասարդ սերունդին։ Եվ շատ կարևոր է իմանալ նաև տվյալ քաղաքի պատմությունը։ Բոլորը գրեթե պետք է իմանան եւ Հայաստանի պատմությունը եւ Երևանի պատմությունը, որովհետեւ շատ հաճախ գալիս է նոր ղեկավարություն, որը դրսից է կամ տեղյակ չէ ոչ մի բանից, իր համար դա ընդամենը խարխուլ տնակ է, էլի, ոչ թե ինչ որ ճարտարապետական պատմական արժեք ունեցող շենք եւ կարող են հանգիստ քանդել։ Դրանով վերանում է նաեւ տվյալ քաղաքի պատմությունը։ Սա է կարևորը։ Եվ ես կարծում եմ, որ առանձին Երևանցու համար պետք է մշակվի առանձին մի օրենսգիրք, հա, որ ինչ-ինչ պայմաններ, ինչ-ինչ բաներ պետք է իմանա երևանցին, որպեսզի համարվի երևանցի։ Օրինակ, ինչ կարևոր կետերին պետք է ուշադրություն դարձնել։ Այ մենք ինչ կարող ենք ուղղել նրանց։ Գիտեք ոնց, դա մի քիչ էլ պետական աջակցությունն է ուզում։ Շատ հաճախ դրա մասին խոսվի, հատուկ երեխաներին, աշակերտներին ծանոթացնել իսկական պատմությունը Երևանի, յուրաքանչյուր շենքի, յուրաքանչյուր փողոցի պատմություն։ Դա այնքան կարևոր բան է, թվում է թե կարևոր չի, բայց շատ կարևոր է։ Եվ երբ որ դու քայլում ես այն փողոցով, որտեղ գիտես ում անունով է եւ ինքը ով է եղել, դա լրիվ ուրիշ բան է։ Եվ վերջին հաշվով մենք ենք ստեղծում պատմությունը, մարդն է ստեղծում, երևանցին է ստեղծում պատմությունը։ Այսօր Երևանը ինտեգրեց շատ տարբեր տեղերից բնակիչներ եւ այսօր էլ չհաշված այն ամենօրյա աշխատողները, որոնք մարզերից գալիս գնում են, պլյուս դրան նաեւ ավելացան տարբեր երկրներից Երևանցու որոշակի դեմք պետք է ձևավորել, որի շուրջը նաեւ պետք է կայանան մյուս երևանցիները։ Մյուս բնակիչները Երևանի։ Այո, եթե մենք դիտենք կողքից 20 թվականից այս կողմ, 22 թվականից այս կողմ արդեն ավելի շատ եւ տարբեր նույնպես կարելի ասել կրոնի մարդիկ սկսեցին գալ եւ այստեղ բնակություն հաստատել, այնինչը կարելի ասել մինչեւ 20 թվականը չկար։ Եւ ես ինքս կարող եմ ասել, երևի աշխարհում միակ երկիրն էր, առաջի ու միակ, ով կարող էր արթնանալ եւ հարևանը քրիստոնյա էր, հայ էր։ Շատ քիչ կներևի 1-2% կլինեին օրտարազգի բնակիչներ, դարեր ի վեր եկել արդեն հայ էին իրենց պահում զգում։ Եվ այսօր մենք արդեն ապրում ենք այն Հայաստանում ու այն Երևանում, որտեղ որ հարևանը լրիվ օտարազգ է, նույնպես կրոնով կարող է այլ կրոնի լինել ու կարևորը այն, որ չգիտես ինչու իրանք գալով այստեղ այդ սերը, հոգատարությունը ստանում են, փոխվում են ու իրանք էլ սկսում են իրենց զգալ։ Հենց դրա մասին էր, որ ես խոսեցի, որ Երևանցու որոշակի չափորոշիչներ կան, որոնք նաև դաստիարակում են։ Թե երիտասարդ սերնդին, թե նոր երևանցիներին, ովքեր ինտեգրվում են։ Որ երբեմն լինում են նույնպես կոպիտ, որտեղ այդ կոպտությունը նույնպես հարկավոր է, քանի որ նկատում ենք բոլորս կարող են գալ, թույլ տալ իրենց թեկուզ արձանների վրա վազվզել, հա, կոտրել արձանները ավելի վատ ձևով, բայց ինչու՞ չէ նաև Հայաստանի բնակիչները, հայ բնակիչները ցույց են տալի, որ մեր քաղաքում այդպես չի լինի։ Անկեղծ ասած կոպտությանը ես դեմ եմ, շատ ավելի ճիշտ է բացատրական աշխատանքով փորձել փոխել, հա, որովհետև կոպտությունը նաև բերում է թաքնված կոպտություն։ Եվ դա այդպես է եւ այդպես էլ շարունակվելու է։ Նոր բնակիչներ են գալու, նոր ազգեր են գալու։ Դա heç չի նշանակում, որ իրանք երևանցի չեն լինի։ Ուղղակի
անկախ տարբեր ժամանակահատվածում են իրենք դառնում երևանցի։ Ինչպես ասում են, ամեն ինչ սկսվում է ընտանիքից, եւ ինչպես մենք մեծանում ենք դաստիարակվում, այնպես էլ սկսում ենք համագործակցել եւ արտացոլել հայելային անդրադարձով աշխարհի հետ, մեր էներգիան, մեր ներաշխարհը։ Եվ դուք այսօր թորնիկներ արդեն ունեք, ճիշտ է, եւ ինքներդ արդեն ինչու՞ չէ նաեւ սովորում եք նրանցից եւ նրանց եք փոխանցում ձեր գիտելիքները այլ ձևով։ Այ մի քիչ խոսենք դրա մասին, ինչպես պետք է ավակ սերունդը համագործակցի ամենանոր ծնված սերունդի հետ, որտեղ դա մեր թերություններից մեկն է ազգի, չկա այդ կապը տատիկ, պապիկ, երեխաների, թորնիկների հետ, կամ եթե կա մի քիչ ավելի խիստ քննադատողական ձևով։ Գիտեք ոնց, դա գալիս է նաև քո դաստիարակությունից, քո ինքնադաստիարակությունից։ Ես օրինակ բավականին մեծ թվով երիտասարդ ընկերներ ունեմ, հենց ուսանողներս, որոնց հետ մինչև հիմա ընկերություն եմ անում, կամ փոքրիկներ, որոնց բակում կամ շրջապատում իրենց հետ էլ եմ ընկերություն անում։ Ես կարծում եմ, որ մեր տարբերությունը, ասենք, ինչքան կարող է մի 50 տարի, 60 տարի լինի, չէ, ասենք։ Ես լինեի 3760 տարեկան, ինքը 3700, այդքան տարբերություն չկա, չէ, որ նայում ես, հա։ Դրա համար ինչ եմ ասում, դա այդ հոգու տարիք է, մարդիկ ուղղակի իրանք կենսափորձ չունեն։ Ավակ սերնդի խնդիրը պետք է լինի իրեն կենսափորձով կիսվել, հա։ Իսկ այդ սովորելու առումով իհարկե նոր սերունդը լրիվ ուրիշ նոր ռիթմեր է։ Եվ իրոք ահագին մեծ բան կա սովորելու փոքրերից։ Ինչու՞ չէ, նաև այո, սովորելու։ Եվ ամենալավ օրինակը ես կարծում եմ հենց քո օրինակն է, լինել ազնիվ նրա ընդհանրապես, ոչ միայն նրա ներկայությամբ, սովորեցնել այն ամենը, ինչ որ իր շրջապատում կա, ինչպես վարվել, սովորեցնել այդ քաղաքի, հենց երևանցին այդ տարիքից է ձևավորվում, որ իմանան, ես հատուկ օրեր օրինակ թորնիկներից ստանում եմ քաղաքը ման տալու։ Նպատակային, իհարկե։ 2 տարեկան թորնիկից հետ մենք մտնում ենք տարբեր խանութներ, որ ինքը նախապես իմանա դրանք ոնց են, փողոցը անցնելը ոնց է պետք։ Դրանք իրենք գիտեն ով է երկրի վարչապետը, ով է երկրի նախագահան, ով է կաթողիկոսը։ Դրանք բաներ են, որոնք ինքը պետք է հեշտ յուրացնի։ Նաև ասենք հասարակ բան, երբ որ սովորացնում ես էքստրեմալ վիճակներում ինչպես դրսևորի, ասենք տան դուռը փակվել է, կամ ինքը կորել է։ Իրենք անգիր գիտեն իրենց ծնողների հեռախոսահամարները։ Չէ, գիտեք, դրանք բաներ են, բազային, դրանք շատ կարևոր բաներ են։ Ես այդպես նաև աշխատել եմ ժամանակին դստերս աղջկաս դասարանի աշակերտներով, երբ որ իրանք դեռևս առաջի, երկրորդ դասարան էին, եւ դա բավականին մեծ արդյունք տվեց։ Այսինքն երեխայը չիմանա, ասենք, հոսանքի հետ վարվելու կամ կանոնները, եթե հրտեղելի գործողություններ անի, ոնց անի, դրանք ինձ թվում է ոչ միայն կարևոր են առօրյայի համար, այլ շատ կարևոր են նրա զարգացվածության համար, որպեսզի ոչ որ չէ պատահարների չհանդիպի ինքը։ Կամ հանդիպելու դեպքում ինչպես իրան դրսևորի, որովհետև այդտեղ նաև դու ձևավորում ես տարբեր կարևոր արժեքներ, սուտ չխոսել, սիրել, խոսքի տեր լինել, խոսքը պահել, սիրել հարևանին, ընկերոջը, հա, ներել, եթե ինչ-որ մի բան այնպես չի անել, կիսվել ունեցածը։ Այսինքն այդ ներել բառն էլ եկեք բացենք, որտեղ շատ կարևոր է, փոքրուց են սովորեցնում ներել։ Այո։ Իսկ ներելը ես ինքս աղջկաս դաստիարակելու հարցում, երբ որ ինչ-որ մի բան իր սրտով չի լինում, դիմացի մարդու կողմից ինքը դա չի կարողանում, հա, ներել։ Արտահայտություններ անում, իսկ ես արդեն իրան ցույց եմ տալի հակառակ կողմը, որ դա նորմալ է, այսինքն բացատրում եմ ինչու ինքը պետք է ների եւ դա իրան ինչ կտա, որպեսզի երեխան հասկանա։ Որովհետեւ այն բաները, որոնք ինքը գենետիկորեն ժառանգել է արդեն, դա ժառանգել է։ Այո, դրանք հարկավոր է նաեւ դաստիարակությամբ փոխել։ Եվ դա էլի ինչի մենք գալիս ենք նաեւ մարդ հասկացողության ձևավորմանը, հայեցի դաստիարակությանը, որը որոշակի բաներ կան նաև վերաբերվում մեր ազգային պատկանելիությանը,
չէ՞։ Եվ վերջին հաշվով ձևավորել այն անհատը, այն մարդը, որ այս հասարակությունում պետք է իրեն տեղ ունենա, չլինի անտարբեր, չէ՞, որոշակի իր շրջապատի հանդեպ լինի հասնող, օգնող, ինչի՞ չէ։ Դրանք կարևոր հատկություններ են, որոնք բայց հասնել, օգնելն էլ հարկավոր է մարդը հասկանա, երբ կարող է, ճիշտ է, որտեղ մեր ազգի մեջ դաստիարակված այնպես, որ պետքա զոհես քեզ հանուն դիմացինի, ու դա շատ ուժեղ հիմնային նստած է իրան շատերի մեջ, օգնել իրանք այդպես են շատերը հասկանում։ Եկեք ճիշտ օգնությունից խոսենք։ Ճիշտ օգնությունը նա է, երբ որ քեզ խնդրել են օգնել։ Խնդրել են, այո։ Եթե չեն խնդրել, դա ուրիշ բան է, դու իրեն դաշտ ես մտնում եւ որոշում ես, որ իրա փոխարեն, հա, ես խոսում եմ ճիշտ օգնության մասին եւ գիտեք ոնց այս բոլորի արդյունքում, եթե յուրաքանչյուրս իր տեղում կարողանա այդ բոլորը իր շրջապատում տարածել իր օրինակով, հա, դրանով էլ կփոխվի աշխարհը։ Նույն պետության մոդուլը նույն ընտանիքն է, չէ՞։ Նույն քաղաքի մոդուլը դա հանրապետությունն է, ազգն է վերջին հաշվով։ Իսկ այդ բանը մենք չենք կարող խուսափել, որ այսօր ուրիշ ազգեր չլինեն մեր հետ կամ դա պետք է բաց լինել։ Դա բաց լինել, դա շատ գեղեցիկ բան է եւ նույնն էլ դրա մասին է խոսում, որ ամբողջ աշխարհով հայերն են տարածված, չէ՞։ Չկա երկիր, որտեղ հայություն չլինի եւ շատ կարևոր նշանակություն են ունենում տվյալ պետության ազգի դաստիարակման, պետության զարգացման։ Այո, դուք շատ կարևոր խոսքեր ասեցիք, որտեղ հայերը շատ կարևոր դեր են ունենում այլ ազգերի դաստիարակության հարցում։ Այո, դա այսօր արդեն քանի որ բոլորիս է հասանելի այդ այո, տեսեք, չկա պետություն, որտեղ ղեկավարման բաներում չլինեն հայեր կամ կարևոր հանգուցային կետերում, դա կլինի գիտնականներ, արվեստագետներ, որոշակի ուղղություններ փոխելու։ Դրա համար եթե մենք արժանապատիվ պահենք մեզ, այսինքն պահենք այն ազգի նման, որը իրոք էսպես է, իր տեսակով, եւ դա կբերի մի ընդհանուր զարգացման, հա, կրթության, այստեղ շատ կարևոր դեր ունի կրթությունը եւ հատկապես վերաբերմունքը երիտասարդներին ու պատանիներին, երեխաներին։ Ապագա ունի այն պետությունը, որտեղ ամեն ինչ արվում է երիտասարդների զարգացման եւ երեխաների դաստիարակության համար։ Դա նաեւ բնության օրենք է, ինչի՞ չէ։ Նաեւ դաստիարակության հարցում, որ մենք զրուցեցինք, ես տեսնում եմ, որ մեր պետությունը բավականին անում է այդ հարցում, եթե մենք նայենք սովետական միությունը փլուզվեց, բայց Հայաստանում շարունակվում է դպրոցական կրթությունը անվճար մնալ, այո, կա վճարովի, դա ընտրության հարց է, բայց նույնպես պետությունը շարունակում է ուսումը պահել անվճար եւ մանկապարտեզները կան անվճար։ Այսինքն այսօր ծնողին տրվում է հնարավորություն իր երեխային տալ, հա, պետությանը ժամանակավորապես, որտեղ ինքը գնում է իր ժամանակը, որը կարող է օգտագործել իր ինքնակրթության, իր զարգացման, որի միջոցով ինքը կարող է շարունակել կրթել եւ հաջորդ էտապներ անցկացնել իր երեխային։ Այնինչ ես ինքս տեսնում եմ հակառակը։ Երեխաներին տալիս են պարտեզ կամ տալիս են դպրոց եւ նույն ժամանակ շարունակում են նույն այդ ստրուկտուրային, հա, համակարգին քննարկել, քննադատել, չգնահատելով այն, ինչ պետությունը կապ չունի լավ թե վատ, բայց դեռ անում է։ Գիտեք ոնց այստեղ գոնե այդ ստրատեգիկ կետը պետքա լավ լինի, ոչ թե լավ թե վատ, որովհետեւ շատ կարեւոր է երեխաների դաստիարակությունը եւ ոչինչ չխնայել այդ բանի համար։ Որտեւ մենք չունենք ապագա, եթե այսօր մենք սերունդ չենք դաստիարակում։ Որտեւ այսօրվա երեխան վաղվա մեր բնակիչն է, վաղվա մեր գիտնականն է, վաղվա մեր հասարակության ամենալիարժեք անդամն է։ Ես շատ եմ կարևորում, չգիտեմ ուրիշները ինչպես, բայց դա շատ կարևոր եւ ստրատեգիկ բան է ժողովրդի։ Տեսեք, դպրոցների մասին խոսում ենք, ես ընդունում եմ այդ բոլոր ասածները, բայց այսօր ես կարծում եմ, որ պետք է լինի համազգային կրթական ծրագիր, հա, նպատակային ծրագիր, որտեղ մենք կարողանանք հասկանանք, թե երեխային ինչից ինչ ենք փոխում, ինչ ենք դաստիարակում։ Եվ ամեն մեկին որպես անհատ նայենք, եւ որպես հայ, եւ որպես համաշխարհային
բնակիչ, հա, որովհետև տեսեք, վաղը միսօր չգիտես այդ երեխան որտեղ է հայտնվում։ Տեսեք, առաջ մենք շատ բան ենք նայում այն հարցին, որ թողում են ստեղից, գնում են այլ երկրներ սովորելու կամ գնում են չեն վերադառնում։ Որն է պատճառը, որ չեն վերադառնում։ Եթե մենք այսօր կարողանանք հայեցի պատվաստումներ անենք, այսինքն ինքը իմանա ինչ ազգի ներկայացուցիչ է, ինչի համար է այս բոլորը արվում, եւ ինքը իմանա մյուս ազգերի պատմությունը եւ իր ազգի պատմությունը, երբեք ոչ մի խնդիր չի լինի, թե որտեղ ես դու գտնվում։ Դու կգտնվես, որ երկրում էլ գտնվես, կպահես քո ազգի բնորոշ ավանդույթները, չգիտեմ, կեցվածքը քո, հա, եւ դու քեզ արժանապատիվ կզգաս մյուս ազգերի կողքին։ Այսինքն այն հայերը, ովքեր որ այլ երկրներում ամաչում են իրենց ասել, որ հայ են, կամ թեկուզ վատ ճանապարհություն են անում, մարդ են սպանում, վատ արարքներն են անում, դա խոսում է նրա մասին, որ նրանք ինֆորմացված չեն, իրանք ով են։ Նրանք կրթված չեն որպես հայ։ Եթե կրթված լինեն, այդպիսի բաներ չէր լինի։ Հենց դրա մասին է խոսքը։ Այո։ Դա շատ կարևոր բան է, որը կամած կարծես թե վերանում է արդեն։ Այո։ Շատ հետաքրքիր դեպք եղավ, երևի 2008 թվականին էր, չէ, 98 անգամ կարող եմ ասել, հյուրախաղերով գտնվում էինք Բեյրութում մեր ժողովրդագուսանական անսամբլի հետ։ Վերջին համերգներ եւ ամեն մեկս մի խոսք պետք է ասեր։ Երբ որ հերթ եկավ ինձ, չգիտեմ ինչի, ասեցի, որ ոչինչ, որ դուք այստեղ եք ապրում, դա շատ կարևոր բան է նաեւ մեր ազգի համար։ Բայց եթե այս բոլորը մենք կարողանում ենք հասու դարձնել ձեզ, եթե դուք ապրում եք ազգային ավանդույթով, լսում եք հայերեն երաժշտություն, հա, ձեր ընտանիքի նիստուկացը հայերեն է, ապա իմացեք, որ Հայաստանի սահմանը ձեր ոտքերի մոտով է անցնում եւ կարծում եմ իրոք այդպես է։ Այսօր նամանավանդ այնքանը կապերը մոտ, այնքան է հասու ամեն ինչ, որ այսօր միտեղ 5 րոպե հետո դու կարող ես այդ ինֆորմացիան իմանալ, թե որտեղ ինչ է լինում, ել չեմ ասում նաեւ գնալ գալու համար կա։ Դրա համար այդքան տեղանքը շատ կարեւոր չի այսօր։ Կարեւոր է այն բոլորը, թե ինչքանով ես դու պատրաստ այդ ինֆորմացիան ընկալել եւ կիրառել։ Դա եթե դու քո ազգայինը լավ իմացար, մյուսներին է ավելի կարող ես ուսումնասիրել, հասկանալ ու իմանալ։ Այն որ ասեցիք ամաչում են, չէ՞, որ ասեն, որ այդ ամաչելու process ամենավատ process-ն է, որտեղ չգիտեն իրանք ով են։ Այո, այո, շատ ճիշտ ասեցիք։ Ցավոք սրտի կա նման բան, բայց փոխվում են, որովհետեւ այսօր Երևանը, Հայաստանը, կարելի ասել, մեծ քայլերով առաջ է գնում, չնայած շատերի համար այն ինչը տեղի ունենում, մի քիչ վախենալու է, սարսափելի է, որովհետև արագ է փոխվում։ Բայց այդ արագ փոխելն էլ ինձ թվում է իր ժամանակների հետ ճիշտ է գնում, որովհետև ժամանակը փոխվել է, կյանքը արագացել է։ Ընդհանուր հասարակության զարգացվածությունը, ընդհանուր մակարդակը, եթե որոշակի չափանիշի մեջ լինի, այլ մեծ տարբերություն չլինի, այդտեղ արդեն ամեն ինչ շատ ավելի հասկանալի ճիշտ կգնա։ Եվ դրա համար էլ եմ գալիս այն բանի, որ շատ կարևոր է ընդհանուր զարգացվածությունը։ Տեսեք, այսօր ոչ միայն կրթության, նաև հարկավոր է մտածել հասարակության ֆիզիկական դաստիարակության մասին։ Այո։ Տեսեք, շատ հրաշալի է, որ այսօր բժշկությունը դարձել է անվճար, չէ, եւ հնարավորություն կա եւ երեխաների համար։ Հա, երեխաների համար։ Բայց ես մյուս կողմից կուզենայի, որ նաեւ լիներ սպորտային համալիրներ, որտեղ տարեցները, երեխաները կարող էին անվճար հաճախել եւ ինչի ասնենք բժշկությանը, չէ։ Այո, այդ հարուստ, հա, մեր Հայաստանի ներկայացուցիչներ ովքեր կա, ովքեր մեծ գումարների հետ գործ ունեն, բարեգործություններ են անում, շատ ճիշտ ասեցիք, նման կոմպլեքսներ է պետք բացել, որտեղ երեխաների համար ֆիզիկական կրթությունը կդառնա եւ ծերերի համար նույնպես։ Դպրոցից, հա, հիմա ճիշտ ավելի ուշադրություն են դարձնում մանկապարտեզներում, դպրոցներում։ Օրը դա շաբաթվա մեջ դա շատ քիչ է։ Մասսայական բանը շատ կարեւոր է։ Դրանք չլինի զուտ, ասենք ինչ որ տարին 1-2 անգամ ինչ որ մրցաշարեր բաներ, դա
ամենօրյա։ Եվրոպական պետություններին որ նայում ես, այնտեղ շատ ընդունված է մասսայական սպորտ։ Մանավանդ Ֆրանսիայում, ինչքան գնում ես, տեսնում ես ազգով իրանք սպորտ են անում։ Ամեն ինչ գալիս է եւ այսօրվա այդ այն ինչ որ մենք ստանում ենք, այն ինչ որ տեսնում ենք, այստեղ էլ հիմա չես համեմատի 10 տարի առաջվա քաղաքի հետ, չէ՞։ Եվ այսօր ես մի շատ կարևոր բան էլ ասեմ։ Տեսեք, թվում է թե հեչ բան չէր, բայց Ջենիֆեր Լոպեսի այցը Երևան, չէ՞, կտրուկ փոխեց բավականին մեծ բաներ։ Այո։ Հայ կանայք, հայ աղջիկներ անգամ տարիքով սկսեցին հաճախել ֆիթնեսներ, որպեսզի իրենց հետևեն։ Ես հիմա շատերին կթվա թե անիմաստ եմ դա դրա հետ կապում, բայց չէ, ես ուշադրություն դարձրել եմ, հա։ Եվ տեսա, որ արդեն եւ դա շատ ուրախալի է, երբ որ ես գնում եմ պարապմունքի, տեսնում եմ, որ անգամ տարիքով կանայք են գալիս մտածում արդեն իրենց մասին, հա, դա շատ մեծ կարևոր բան է այսօր մեզ համար։ Եվ եթե այսօր դպրոցներում կազմակերպում են բանը սպորտային միջոցառումներ, յուրաքանչյուր դպրոցում մի ուղղվածությամբ կա նաև մարզաձևի բաներ, պարապմունքներ, դա շատ կարևոր բան է խոսում այսօր։ Ես շատ եմ հավատում, որ շատ լավ է լինելու իրոք, եւ այդ զարգացումը գնում է, իհարկե ժամանակ էլ է պետք, հետո հիմա գալիս են նաև այն զարգացած սերունդը, տարիներ առաջ այն սերունդը, որը ավելի մեծ զարգացվածություն է ունեցել, քան թե մեր սերունդը, եւ իրենք փոխում են այս ամեն ինչը։ Այսօր որակական փոխվել է գրեթե ամեն ինչ։ Տեսեք քաղաքի տրանսպորտի վիճակը։ Հիշելու անգամ համեմատելու եզրեր չկա։ Դուք ես մարժանապատիվ քաղաքացի ես զգում, երբ որ բարձրանում ես բան ավտոբուս կամ տրոլեյբուս, եւ մնացած ասպարեզներում նույնպես։ Դե հիմա ժամանակներ է, որ կարող է որոշ մարդկանց ասենք հասուչի մշակութային միջոցառումների կամ թատրոններ գնալու։ Բայց ես ինչքան տեղեկացված եմ, քաղաքապետարանը տրամադրում է տարեցների համար իհարկե դա միանգամից չի լինի, էլի, ասեմ ձեզ։ Ինչ որ կա ծրագրեր, որը տրամադրվում է, որոշակի կգա ժամանակ, որ ընդհանուր կենսամակարդակը բան կլինի, հա, որովհետև դա նորմալ է, շատ պետություններ կարող ես գնալ, հա։ Ես օրինակ ժամանակին, երբ որ ստաժոր էի մեծ թատրոնում, շատ զարմացա, որ այնտեղի աշխատողներից մեկի հետ հանգստանում էինք Սևանում, շատ զարմացա, որ ինքը շատ կարևոր պաշտոնի էր, բան մշակույթի նախարարությունում Ռուսաստանի, բայց ինքը երբ որ ասում է ես այս ներկայացումները նայել եմ, ինքը զարմանում էր, ասում էր ես չեմ նայել, դրանցից մեկն եմ կարողացել նայել։ Գալիս են ժամանակները, որ ամեն ինչ հասու կլինի։ Ես որ նայում էի Փարիզում, երբ որ հաճախում էի թանգարանները, հիացած էին փաստով, որ փարիզեցին, ինչ են ասում մշակութային քաղաքը, հասարակ ժողովուրդը թանգարաններից դուրս չէր գալի, ոչ միայն տուրիստներ էին, այլև հենց հասարակ ժողովուրդը։ Դա էլ եթե այսօր փորձենք, որ այսօր էլ կա հնարավորություն, ասենք ամեն ամսվա վերջի կիրակին թե շաբաթը մուտքը ազատ է թանգարանների, չէ։ Կամաց ամեն ինչ կձևավորվի եւ ամեն ինչ շատ լավ։ Բայց դրա մասին ավելի շատ պետք է խոսել, ինչ որ առիթներ ստեղծել, որպեսզի մարդիկ պլանավորեն այնտեղ գնալը, կարևորություն տան։ Տեսեք ինչ է կատարվում։ Տարբեր հենց այս մեր անցած այս 30 տարվա ընթացքում ինչքան բաներ փոխվեց, չէ՞։ Ինչ արժեքներ վերարժևորվեցին։ Տեսեք ինչ խմբեր կային, որոնք այսօր չկան, չէ՞։ Վատ խմբեր, այսպես ասեմ, չեմ ուզում որակեմ, հա։ Նո վատ երաժշտական աստղեր, հիմա տեսեք փոխվել է եւ օպերա հաճախողների թիվն է շատացել։ Մեզ հատուկ ասենք ամեն ամսվա վերջին ուրբաթը կարծեմ Կասկադում համերգները ու տեսեք դրանք շատ կարևոր նաև ավանդույթի ուժ են ստանում եւ իրենց մեջ շատ կարևոր բան են ձևավորում մարդիկ իրար հետ կարողանան ուրախանալ իրար հետ շարժվել եւ այդ բոլորը հենց այնպես չի մենք այնքան բաների միջով ենք անցել եւ ունենալով մեզ վրա կրելով մինչեւ այսօր տարբեր պետությունների ճնշումները, հա, դա
կլինի մշակութային, դա կլինի, չգիտեմ, տնտեսական։ Երբ որ այդ բոլորից լրիվ ազատված կզգանք եւ գալիս է այդ օրերը եւ այդպես էլ լինելու է, հա, լրիվ կձևավորվի այն հայը, որին մենք երազել ենք, որին մենք ուզում ենք տեսնենք։ Եվ դրան համապատասխան փոխվին նաեւ մեր շրջապատի ստեղծած արժեքները։ Շատ անգամ մարդիկ մտածում են ազատությունը դա լիովին դուրս գալ համակարգից, բայց ուզում եմ այստեղ նաև նշենք այն, որ ազատությունը դա չի նշանակում, որ ինչ ուզես կարող ես անես, հա, վատ արարքներ անել, ազատությունը դրա մասն է, որտեղ որ դու կարող ես արարել եւ քեզ չեն սահմանափակում։ Ամեն մեկի ազատությունը իր մեջ է, ես կարծում եմ, որտեղ եթե վատ բան անես, նույնպես կա պետական համակարգ, ով քեզ կտանի եւ կցույց տա որտեղ է քո տեղը։ Հա, դուք այդ ազատության մասին եք ասում։ Որտեղ շատերը մտածում են դե ազատ երկիր է, ես ինչ ուզեմ կարող եմ անել, բայց դա չի ազատություն, այսինքն գիտության մեջ չի։ Դա միանշանակ այդպես է, բայց ես հասկացա ուրիշ ազատության, ներքին ազատության մասին եք ասում, որը գրեթե միշտ ունեցել ենք։ Այդ ներքին ազատությունը։ Ճիշտ է, անգամ սովետական միության տարիներին հայը իր ներքին ազատությամբ միշտ բան է եղել, կարողացել է ստեղծել իր ուզածը, արարել եւ վերջին հաշվով ազատությունը քո այդ կերպի ազատությունը վերջանում է այնտեղ, որտեղ սկսվում է դիմացինի ազատությունը, սահմանները։ Այո։ Այս բոլորը իրար հետ ապրելու, իրար հետ կայանալու նաև պահը, հասկանում եք։ Եվ ամենակարևորը, եթե տեսնում ենք մեր հոգևոր ազատությանը, ինչ որ մեկը մեր սահմանները հատում է, ինչպես վարվել։ Դե դա արդեն կլինի աշխատանքի վայրում, կլինի ընտանեկան, գիտեք ոնց, ընկերական։ Օրինակ դուք ինչպես եք դուք ինքներդ անում, երբ որ ձեր սեփական ազատությանը, հոգևոր ազատությանը սկսում են սահմանները հատել։ Նախ ես տենց բան թույլ չեմ տալիս, անկեղծ ասած, հա։ Ես այդ անում եմ լռությամբ, առանց բացատրելու, առանց բանանելու։ Այն որ ասում են խիրուրգական միջամտությամբ, ոչ թե թերապևտիկ, հա։ Վերջին հաշվով այդպես է, եթե դու մեկի հետ ջերմ ես, մեկի հետ դա սխալ է հասկացվում եւ որոշում ես սահմաններ անցնել, ուղղակի որոշում ես, որ իրան իր տեղը ցույց տալ։ Լուր գնալով։ Հա, իրեն այդ կտրել այդ փոխհարաբերությունները։ Դե ամեն մեկը մի ձևով է դա անում։ Բայց դա ամենակարևորն է, որ դուք ասեցիք, ու ես ինքս թեկուզ իմ աշխատանքի մեջ միշտ սովորեցնում եմ, որ այդ կետին գալ, որ պետք չի ապացուցել ճիշտը։ Այո։ Դուք ուղղակի ձեր ճիշտ կյանքը ապրեք, օրինակ ծառայեք, որտեղ խոսքերով ավելորդ են, գործն է պետք, գործով ցույց տվեք։ Որովհետև գիտեք, այդ պահին դու էլ կարող ես սխալմամբ նաև ուրիշի սահմանը հատես, բայց դրա համար կա երկու կարևոր բառ, ներողություն, չէ՞, մեկը եւ մյուսն էլ, որ եթե ինչ որ մի բան ինքը քեզ լավ արել, դա շնորհակալ լինել եւ երախտապարտ լինելն է։ Այս բառերի իմաստը եթե ճիշտ հասկանալ, հա, եւ այնքան կարեւոր է, երբ որ երիտասարդների հետ խոսում ես այս թեմաների մասին, ճիշտ ընկալելու։ Ես մի սկզբունք ունեմ, որ հաճախ շնորհակալություն եմ հայտնում, դա ոչ թե իրեն եմ շնորհակալություն հայտնում։ Ես շնորհակալ եմ լինում Բարձրալին, որ իր ստեղծած էակ ինձ լավ բան արեց։ Դաս տվեց։ Շնորհակալությունը բարձրանում է վերև, նոր է իջնում իրեն։ Այո։ Եվ հակառակը, ես ներողություն եմ խնդրում, որ իրեն ստեղծած ոնց որ ես եմ մի էակ, մյուսին ես սխալմամբ կամ անզգուշորեն վատ բան արեցի։ Այո։ Շատ կարևոր կետ էր, միասին բացահայտեցինք, այսինքն կարևոր է սովորել լինել շնորհակալ, առաջինը Բարձրալին, սովորել ներել, այնուհետև ճիշտ օգնություն ցուցաբերել։ Այս երեք կանոնները կյանքի, երբ որ մարդը իր մեջ դաստիարակի իր համար, ապա ամեն տեղ ինքը գիտեք, այստեղ ներելու կերպը տարբեր կարող է, ուրիշ կերպ կարող է հասկացվի, ինչ եմ ասում։ Բաներ կա, որ մարդիկ ասում են չեմ ներում, չէ՞։ Դա քո մեջ դու ոչ թե իրան չես, դու քո մեջ պետք է ներես։ Այո։ Հասկանում ես։ Դա շատ կարևոր պահ է, երբ որ դու քո մեջ ներում բաց ես թողում, հա։ Որոշում ես, որ
իրեն չես ճանաչում, իր հետ էլ հարաբերություններ չունես։ Դա ուրիշ բան է։ Իսկ շատերը հասկանում են, որ եթե ներես, նորից կարող է կրկնվի քո հետ։ Ոչ, դա չի, ճիշտ է։ Դա չի։ Միանշան, որտեվ եթե դու չես ներում, այդ ամբողջ բեռը քո մնացած կյանքի ընթացքում ծանրությունը քո մեջ է, որը փչացնելու է քեզ ու որի արդյունքում տեսեք, այսօր Երևանորից որ գանք Երևանին, շատ հետաքրքիր փոխհարաբերություններ է ձևավորվել մարդկանց։ Խանութ մտնելուց բարևել, ավտոբուս բարձրանալուց բարևել, լավ օր մաղթել, չէ՞, ինչքան գեղեցիկ է այդ բոլորը, եւ բոլորին բերում է մի ընդհանուր դրական դաշտ, որ հաճելի է, վարորդին հաճելի է, երբ որ դու իրեն ասում ես բարձրանալուց իջնելուց ասում ես շնորհակալություն, ինքը իր արածը գնահատված է զգում իրեն։ Եվ ամենտեղ, թեկուզ խանութում, եւ քո կողքի փոքրիկը նույն օրինակը կվերցնի եւ փոքր բաներից է փոխվում կյանքը, միանգամից մեծ բան չի դառնում։ Այո, եւ այսքանով մոտենում ենք ավարտին։ Շատ շնորհակալ եմ պարոն Աշոտ, որ միասին ունեցանք շատ հիանալի զրույց, վստահ եմ, որ շատերին է դուր գալու եւ ուզում եմ ձեզ մեր կողմից գեղեցիկ նվեր հանձնել Մոմելի անունից, որովհետեւ Մոմելին իր գեղեցիկ ձեռքերով պատրաստել է ձեզ համար աննկարագրելի նվեր։ Վստահ եմ, որ բարձր կգնահատեք, նաև որպես արվեստագետ, որովհետև արվեստը ստեղծվում է, հա, իսկ մեր նոր սերունդները շարունակվում են։ Նոր օրինակ է, չէ՞։ Այսօր որ տեսնեք, ինչքան ստեղծագործողներ եւ օրիգինալ մտածողներ կան, հենց սա է խոսում ազգային նկարագրի մասին, սա է խոսում հայի տաղանդավոր լինելու մասին, հայ կամեցողության, իրար կողքի լինելու։ Տեսեք, ինչքան լավ բաներ կա, որ այսօր արդեն ոչ թե երազանք, այսօր իրականություն է։ Իրականություն տեսնում ենք։ Եվ Լիաննայի երազանքը դարձել է իրականություն, որովհետև շատ գեղեցիկ զվարթնոց է։ Այ տեսեք, սա նաև մի հատ հետաքրքիր գովք է մեր հայ ճարտարապետությանը։ Այո։ Եվ իր խոսքերով, իր կողմից գույները, որոնք որ իր մտահղացումով արել է, հետո տեսել է, որ նույն գույները կա ներկա զվարթնոցի ապակու վրա, բայց սա երկինքն է, ծիրանը եւ արևը, մեր Հայաստանի խորհրդանիշը, որտեղ մենք միշտ ասում ենք արևային Երևան, արևային Հայաստան, էկոլոգիապես մաքուր զվարթնոց։ Շատ գեղեցիկ էներգետիկա կա։ Ես էլ իմ կողմից մաղթում եմ ամպիկներ, ծիրանը, հայկական մեր ծիրանը։ Ուրեմն ասեմ, որ մեր տանը մի գեղեցիկ ավանդույթ է ձևավորվել, որի հեղինակը Միշնեկ Թորնիկս է, Արեն։ Երեկոյան, երբ որ քնելուց առաջ, թեյի սեղանի շուրջը ինքը լույսերը անջատել է տալիս եւ մոմի լույսի տակ նստում ենք, զրուցում ենք վաղվա օրվա մասին կամ ինչ-որ ցածր երաժշտության տակ։ Եվ ես ինձ առաջի իսկ առիթով, իրանք հիմա այստեղ չեն, հանգստանալու են գնացել, որեկան եւ առաջիկայում մենք իրենց ցուցահանդես ունենք, իրենց ստեղծագործությունների, որը ես պետք է բացեմ, այս անպայման կզարդարի մեր սեղանը։ Ես անչափ շնորհակալ եմ, խորապես զգացված։ Ֆանտաստիկ բան է ուղղակի, տեսեք։ Ֆանտաստիկ, իրոք։ Այ սրա մասին է, սա է հայկը, հայը, սա է հայի արժեքը։ Այո։ Սրա տակ գիտեք ինչեր կա։ Երազանք։ Մեծ սեր ազգի հանդեպ, մեր ամեն մի պտուղի, մեր ճարտարապետության, սա մի հատ մեծ հայրենասիրություն է։ Ես իմ խորին շնորհակալություն եմ հայտնում այս գեղեցիկ նվերի համար։ Ձեզ էլ ենք շատ շնորհակալ։ Ես էլ եմ շնորհակալ։ Ճիշտ է, Երևանի մասին շատ քիչ խոսեցինք, ես շատ բաներ էլ կարող էի ասել, հա։ Դեռ էլի կհանդիպենք։ Անպայման, հա։ Բայց մի բան կցանկանամ, որպեսզի Երևանը չկորցնի իր դեմքը, երևանցին իմանա ինքը ով է, ինչ քաղաքում է ապրում, հա, որ աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկն է, ամենահին եւ քրիստոնեության առաջին մայրաքաղաքն է, այդպես կարող եմ ասեմ։ Ինչ ասեմ, բոլորին մաղթում եմ մեծ առողջություն, Հայաստանին հարատև ընթացք, խաղաղ երկինք եւ շատ հյուրեր։ Այո։
հայը եւ երևանցին շատ հյուրասեր են։ Ինչպես ասում են, ձեր խոսքերը ընդունված են եւ ցանկալի։ Շնորհակալ եմ։ Սիրելիներ, շնորհակալություն, որ մեզ հետ մնացիք մինչև վերջ, կհանդիպենք։